Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր հունվարի 26-ն է, շատ շնորհակալ եմ բոլոր բաժանորդագրումների համար, մենք արդեն դարձանք 43,000, հույսով եմ, որ մի 2-3 ամսվա ընթացքում մենք կդառնանք 50,000, ճիշտ ասած վերջին ժամանակներս բաժանորդագրումները շատ դանդաղ են առաջ գնում, բայց երեք շատ կարևոր էր, որ այդ 50-ից ավել բաժանորդագրումը մենք ստացանք և դարձանք 43,000, ինչի համար շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ բաժանորդագրվեցին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր որ վաղուց բաժանորդագրվել են մեր ալիքին և կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր որ մինչև հիմա դեռ չեն միացել մեզ բաժանորդագրվելով և զանգակը սեղմելով, անպայման զանգակը սեղմեն և բաժանորդագրվեն և լայքեն մեր այս հաղորդումը։ Հիմնական թեման կրկին Իրանն է, փոքր կխոսենք Ուկրաինայից, Հայաստանի մասով կրկին մեծ հաշվով շատ բան չունենք խոսելու, եկեղեցու շուրջ որոշ իրադարձություններ կան, բայց այնքան է դանդաղել այդ գործընթացն, որ բոլորին հոգնեցրել է, շատ է դանդաղել այդ պրոցեսը, ես սպասում եի, որ արագ կլուծվեն բազմաթիվ խնդիրներ, որոնք որ ծառացել են հայ առաքելական եկեղեցու առջև, բայց տեսնում եմ, որ Հայաստանի իշխանությունները կարծես թե չեն շտապում շատ արագ լուծել այս խնդիրը, ցավոք, բայց շատ իզուր, քանի որ դա մեծ խնդիրներ կստեղծի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե մինչև այդ ժամանակ ձգեն։ Նաև տեսնում ենք, որ Կարեն Կարապետյանի նրա եղբոր որդու կողմից շատ լուրջ ակտիվություն է նկատվում, այդ հարցերին դեռևս ես չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ հələ որ չի հասունացել այն պահը, որ մենք անդրադառնանք այդ հարցերին, այսինքն մեծ հաշվով չկա ինչ-որ կարևոր խոսելու թեմա, բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մեր հասարակությունը շատ զգոն և ուշադիր պետք է լինի, քանի որ գալող ամիսների ընթացքում կարող է իրադարձությունները սկսվեն սրընթաց զարգանալ, հատկապես այն ֆոնին, որ մեր տարածաշրջանում հետաքրքիր և լուրջ փոփոխություններ են սպասվում։ Հայաստանի մասով կարող եմ նաև ավելացնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսից շատ կարևոր խումբ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, այդ խումբը կոնկրետ զբաղվում է արտաքին հարաբերություններով և հետաքրքիր մի շարք հանդիպումներ են նրանք ունեցել արդեն Հայաստանում և հիմնական թեման TPN-ը, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների խորացումը, շատ լավ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ հետևողականորեն են գնում Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացմանը, կային մարդիկ, ովքեր որ շատ կասկածանքով էին մոտենում այդ հարցին, ասելով, որ Թրամփը դժվար թե հետևողական լինի, Թրամփին ինչ է պետք Հայաստանը, ընդհանրապես Թրամփին շատ քիչ բան է հետաքրքրում, միայն իր անձը, իր անձնական պրեստիժը, բայց տեսնում ենք, որ չէ, Հայաստանի մասով շատ կարևոր և հետաքրքիր զարգացումներ կան և Թրամփը և Թրամփի վարչակազմը ամենայն հավանականությամբ Մարկո Ռուբիոյի Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի ակտիվությամբ շատ կարևոր տեղ է զբաղեցնում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ։ Կարևոր է կարծում նաև նշել այն, որ այսօր Իսրայելի արտգործնախարարը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Ջեյհուն Բայրամովի Ադրբեջանի արտգործնախարարի հետ մամլո ասուլիսի ժամանակ խոսելով այդ մասին, կոնկրետ որ Թրամփի միջնորդությամբ կարծես թե խաղաղություն է հաստատվել տարածաշրջանում և խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանը ծաղկեցնելու է, լավ հայտարարություն է, բայց մենք Իսրայելի հետ ցավոք այդ որակի հարաբերություններ չունենք և ստիպված ենք այդ հայտարարությունները լսել ադրբեջանական կողմի հետ, երբ որ նման հանդիպումներ են տեղի ունենում և նման մամլո ասուլիսներ, շատ ավելի լավ կլիներ, որ Հայաստանի և Իսրայելի միջև խորը հարաբերություններ ունենայինք և Իսրայելի արտգործնախարարի հետ հանդիպումները տեղի ունենային Հայաստանի արտգործնախարարի և Իսրայելի արտգործնախարարի միջև Իսրայելում կամ Հայաստանում, բայց դեռևս մենք դա ցավոք սրտի չունենք և գոհանալու ենք Ադրբեջանում կամ Իսրայելում արված հայտարարություններից։ Հիմա անցնենք միջազգային հարցերի քննարկմանը, շատ չերկարաձգեմ։
Նաև ասեմ այն, որ մի քանի օր մենք հաղորդում չենք ունենալու, հաջորդ շաբաթվանից կփորձենք կրկին բնականon հուն վերադառնալ, բայց եթե ստացվի իհարկե կանենք այս շաբաթվա մեջ նույնպես հաղորդումներ։ Հիմա խոսենք Ուկրաինայից, Զելենսկին շատ կարևոր մի հայտարարությամբ է հանդես եկել, որից որ մենք հասկանում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը 100%-ով արդեն պատրաստ է եւ այն մնացել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնեն իրենց կոնգրեսին եւ սենատին վավերացման համար, ինչպես նաեւ ուկրաինական կողմն էլ ներկայացնի իր ռադային եւ ըստ Զելենսկի դա շատ կարեւոր երաշխիքներ է իր մեջ պարունակում անվտանգության։ Գիտենք, որ Ուկրաինան վաղուց փորձում էր հասնել դրան, բայց չէր ստացվում, սակայն հիմա կարծես երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձել են սեղմել Զելենսկիին, որ Զելենսկին համաձայնվի դադարեցնել պատերազմը, Զելենսկիին եւ Զելենսկու թիմին հաջողվել է ստանալ Ամերիկայի Միացյալ Նահանգներից այդպիսի կարևոր փաստաթուղթ, եւ երբ որ արդեն այն վավերացվի երկու երկրների կողմից, արդեն այդ փաստաթուղթը հետագայում կմտնի ուժի մեջ, նաեւ երևի նախագահի ստորագրությունը պահանջվի։ Եվ սա եւս վկայում է այն մասին, որ պատերազմը կարող է շատ շուտ ավարտվել, այսինքն կա դրա հավանականություն, ես չեմ կարող դա բացառել, քանի որ վերջերս շատ են հիմա խոսում, որ կարող է ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցվի, կանգնեցվի, բայց նույն ժամանակ մենք ականատես ենք լինում, որ նոր եւ շատ մեծ սրացում կարող է տեղի ունենալ Մերձավոր Արևելքում, հատկապես Իրանի շուրջ, ավիակիրները Ամերիկայի Միացյալ Նահանգների արդեն տեղում են, հատկապես Ավրահամ Լինկոլն ավիակիրը եւ դրա հետ նաեւ բազմաթիվ այլ մարտական նավեր են մոտեցել պաշտպանելու թե ավիակիրը եւ թե Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ավիակիր Ավրահամ Լինկոլն, այսինքն բազմաթիվ փոքր նաեւ նավեր Ավրահամ Լինկոլն ավիակիրին ուղեկցող, ու սա եւս մեզ հստակ հուշում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից մնացել է միայն մեկ հրաման։ Կան նաեւ նոր թարմ տեղեկություններ, որ հազարավոր մարդիկ իրոք զոհվել են Իրանում, չնայած որ պաշտոնական տվյալները 3000 մի քանի 100 հոգի են, բայց կան նաեւ տվյալներ, որոնք որ հիվանդանոցներից են դուրս գալիս եւ այդ տվյալների համաձայն թիվը շատ ու շատ ավելի մեծ է։ Մարդկանց կրակել են նույնիսկ գնդացիրներով, չեն զիջել նաեւ երեխաներին, երիտասարդներին, պատանիներին, ովքեր որ հավաքվում էին այդ հակակառավարական ցույցերին։ Եվ ահա այս ֆոնին, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների լուրջ ուժերը կենտրոնացել են տարածաշրջանում եւ արդեն իսկ հնարավորություն ունեն հարվածներ հասցնելու, մենք տեղեկություն ենք ստանում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հանդիպում է ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան զինվորականների հետ։ Քննարկումները փակ են ամենայն հավանականությամբ, մենք տեղեկություններ շատ չունենք, բայց ամենայն հավանականությամբ հիմնական թեման Իրանն է, Իրանին հարված հասցնելու որոշումը։ Իսրայելական աղբյուրների տեղեկությամբ Թրամփը պահանջում է իր զինվորականներից հստակ ծրագիր ներկայացնել, թե որքան արագ կտևի այդ օպերացիան, բայց պարզ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետապնդելու են հիմնական նպատակ Այաթոլլահ Խոմեյնիին եւ այդ ռեժիմի հեռացումը ապահովելը, այսինքն եթե նույնիսկ մի քանի ամիս պետք է դրա համար, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ամենայն հավանականությամբ կգնա այդ քայլին ու ուղղակի հստակ ծրագիր է ուզում դրա համար։ Եվ հետաքրքիրը այն է, որ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը կոչ է անում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները չգնան Վենեսուելայի ճանապարհով Իրանի մասով, այսինքն նման սցենար չփորձեն իրականացնել Իրանում։ Կփորձենք խոսել, թե ինչի դա ձեռնտու չէ Թուրքիային։ Հիմա ասեմ այն, որ կարևորը այն է, որ Իրանից էլ կան տեղեկություններ, որ լուրջ սահմանափակումներ կան իրենց օդային տարածքի, դրանից բացի միջազգային ավիաընկերություններն էլ
իրենց հերթին չեղարկում են թռիչքները Իրանի վրայով։ Պեսկովն էլ է հայտարարությամբ հանդես եկել, որ Իրանին հնարավոր հարվածը Ամերիկայի Միացյալ Նահանգների կարող է մեծ ապակայունացնող հանգամանք դառնա ամբողջ տարածաշրջանի համար, եւ Մոսկվան կոչ է անում բոլոր կողմերին զսպվածության։ Այս կոչերը ես կարծում եմ, որ չեն էլ նկատի Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց Ռուսաստանի Դաշնությունը այդպիսի կոչեր է անում։ Եվ հետաքրքիր մեկ տեղեկություն եւս, Իրանում արդեն որոշում են կայացնում, թե եթե նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածեն, ոչնչացնեն, սպանեն կամ շարքից հանեն այաթոլլային, ապա ովքեր են փոխարինելու այաթոլլային, այսինքն մի քանի հոգի ընտրվել են, որ եթե այս մեկին շարքից հանեն, այն մեկն է ղեկավարելու երկիրը, եթե նրան էլ շարքից հանեն, այն մեկն է ղեկավարելու երկիրը, այսինքն փորձում են ապահովել իրենց ռեժիմի հաջորդականությունը, որպեսզի իսլամական այդ դաժան ռեժիմը կարողանա պահպանվել Իրանում։ Իմ պատկերացմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները օդային հարվածից հետո կարող է նաև սահմանափակ շատ արագ ռազմական գործողությունների դիմեն Իրանում։ Վենեսուելայի սցենարին նման, բայց ոչ վենեսուելական սցենարով, քանի որ շատ ավելի բարդ կլինի Իրանում նման օպերացիա իրականացնելը ամենայն հավանականությամբ, եւ հասկանում ենք, որ իրանական ռեժիմը նման չէ Մոդուրոյի ռեժիմին, շատ ավելի բարդ է Իրանի պարագայում, եւ այստեղ մի քանի ուղղություններով կարող է աշխատեն Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, իմ պատկերացմամբ։ Այսինքն արագ իշխանությունից հեռացումը 1, երկրորդը օդային հարվածները ամենակարևորը, որից որ կսկսվի ամեն ինչ, եւ երրորդը ամենայն հավանականությամբ, որը որ մեզ համար իհարկե շատ վատ է, կարող է որոշ խմբավորումների զինել սկսեն հենց Իրանի ներսում եւ կարող է նաեւ փորձեն քրդերին զինել։ Դրա համար Թուրքիայի իշխանությունները շատ են վախեցած եւ մտահոգված։ Քրդերի հարցը 1, կարող է քրդերը նաեւ սկսեն արագ ամրանալ Իրանում, սկսեն նաեւ ռազմականացվել եւ ոչ միայն քրդերը, այնտեղ նաեւ կարող է նմանվի իրավիճակը Սիրիային։ Վատ եւ դաժան սցենարներից ենք խոսում, բայց մենք պետք է ամենավատը աչքի առջև վերցնենք, ցավոք սերտի սիրելի հայրենակիցներ, դրա համար Թուրքիան մտահոգված է, կարծում եմ մենք էլ պետք է մտահոգվենք, Հայաստանի Հանրապետությունը, Վրաստանը պետք է մտահոգվեն, քանի որ եթե ապակայունանա իրավիճակը Իրանում, արագ իշխանափոխություն տեղի չունենա, եթե պատերազմ տեղի ունենա դրա նպատակով, ապա այլ միջոցներ կարող է գործադրվեն, ինչը կարող է իրոք ապակայունացնել իրավիճակը նաև մեր տարածաշրջանում։ Այսինքն այդ վերջին մասը խիստ անցանկալի է։ Եթե սկսեն զինել եւ սկսեն ներքին քաղաքացիական պատերազմի տանել Իրանում, տանել Իրանին։ Բայց Թուրքիան միայն դրա համար չէ, որ մտահոգ է, դա էլ պետք է խոստովանել, Թուրքիան փաստացի Իրանից հետո մնում է միայնակ եւ հիմնական թիրախն է դառնում Իսրայել։ Եթե հիմա Իսրայելը հիմնականում կենտրոնացած է Իրանից գալող վտանգի վրա, այսինքն Իրանն հիմնական սպառնալիքը Իսրայելի համար, ապա եթե Իրանի հարցը լուծվի, Թուրքիան կվերածվի հիմնական թիրախի, հիմնական սպառնալիքի Իսրայելի համար եւ նաեւ ավելացնեմ այն, որ Թուրքիան մինչեւ վերջ չկարողացավ լիարժեք դաշնակից դառնալ արևմուտքին, այսինքն արևմուտքի դաշնակիցն է, բայց բազմաթիվ եվերով։ Հիմնականում այսքան է, սիրելի հայրենակիցներ, ուղղակի մեկ հետաքրքիր տեղեկություն եւս կուզենայի ավելացնել այս հաղորդման վերջում, որ տեղեկություններ կան հստակ Ռուսաստանի Դաշնության զորքերի դուրսբերման վերաբերյալ Սիրիայից եւ հատկապես Կամիշլիից, որտեղ որ նկատել են, թե ինչպես Ռուսաստանի Դաշնությունը ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ մեծ բեռնատար ինքնաթիռներով դուրս է բերում Սիրիայից։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ լուրջ ձևով այս պահի դրությամբ կրճատում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում։ Եվ մեկ հետաքրքիր տեղեկություն եւս, այս մասին արդեն Reuters-ն է հաղորդում, որ
Գրենլանդիայի մասով էլ ամեն ինչ չի ավարտվել։ Մենք քանի օր է խոսում ենք, որ կարծես կոնսենսուս է գտնվել, բայց Reuters-ի պնդմամբ չէ, հնարավոր է նաև ռազմական լուծում ունենա Գրենլանդիայի հարցը, Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձեն ներխուժել Գրենլանդիա եւ գրավեն Գրենլանդիան, բայց կրկնում եմ, դա Reuters-ի տեղեկություններն է, ես կարծում եմ, որ նման բան այս պահի դրությամբ դժվար թե տեղի ունենա։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։